Ողջույն սիրելի հայրենակիցներ, այս պահին մենք խոսելու ենք այսօր Մայրաթոռում կազմակերպվող սադրանքի մասին։ Ուրեմն 10 եպիսկոպոսները հայտարարություն են տարածել, կարդում եմ հայտարարությունը։ Սիրելի հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին եկեք միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեին հանգստի կոչելու արդար պահանջով եւ որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն 10 եպիսկոպոսների հայտարարություն։ Նայեք, ստորագրություններ չկան, ոչ ոք չգիտի, որ սա 10 եպիսկոպոսներն են հայտարարել, բայց չեն էլ հրաժարվել, անցնենք առաջ։ Շատ կանխատեսելի այս հայտարարությունից հետո բոլոր ընդդիմադիր ուժերը, գրեթե բոլոր խոշոր, փոքր, նաև այլ քաղաքական գործիչներ, բոլորը հայտարարում են, որ մենք լինելու ենք Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում եւ պաշտպանելու ենք եկեղեցին։ Ուշադրություն դարձրեք, որ որևէ քաղաքացիական պայմանագրում հայտնի մարդ, քպական քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կամ առանց նրա գլխավորության չի հայտարարել, որ իրենք նույնպես գնալու են Էջմիածին այս 10 տիրադավների հետ պայքարելու ընդդեմ Գարեգին երկրորդ կաթողիկոսի։ Եվ նրանք ուղղակի կողքից հետևում են, թե ինչպես են ընդդիմադիր ուժերն ասում են մենք գնալու ենք, թույլ չենք տալու եւ այլն եւ այլն։ Եկեք հետ գնանք այս խնդրի ակունքներ։ Ինչ ենք մենք միշտ ասել։ Եթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ եկեղեցու ներսում եղած խնդիրները պետք է լուծեն եկեղեցու ներսում։ Այսինքն եկեղեցին ինքն իր ներսում եղած խնդիրները պետք է լուծի։ Եվ մենք քաղաքական գործիչները չպետք է միջամտենք այդ խնդիրներին։ Հիմա իմ տեղեկություններով այսօր Մայրաթոռում կա նշանակված նիստ եւ այս 10 եպիսկոպոսները ծանուցված են այս նիստի վերաբերյալ եւ իրանք գիտեն, որ իրանց համար վատ հետևանքներ ունենալու այս նիստը, քանի որ իրենք տիրադավներ են, իրենք որոշել են, որ բնականաբար իրենք որոշել են, որն է շատ բարդ ասել, իրենք որոշեն, Փաշինյանը որոշել է, որ 7 վերքի պարտությունից հետո օգտագործի այս մարդկանց եւ ստանա մոտավորապես 21 թվականի մեղրի իր այցի կադրի պես կադրեր, երբ որ 10 եպիսկոպոսները գնում են Էջմիածին եւ դժգոհ ժողովուրդը ընդդիմադիր ուժերի գլխավորությամբ սկսում է նրանց ոնց հայհոյել, վիրավորել, վարկաբեկել, գորգրալ, բրբրթել, ցանկացած բան, նա շատ կուզենա, որ անգամ ծեծ լինի այնտեղ, օրինակ եպիսկոպոս ծեծ են այնտեղ, հա, եւ ինչի համար, որ ինքը կարողանա լեգիտիմ հնարավորություն ստանալ լինելու զոհերի կողքին, այսինքն որ նրանք են իրավիճակի զոհը, ոչ թե եկեղեցին մայր, եւ զորքերով մտնի Մայրաթոռ Սուրբ Էջմիածին։ Այսինքն ասի նայեք, սա կրիմինալ տարածք է, հանցագործություններ, խուլիգանություններ են այստեղ տեղի ունենում, եւ ինչ պետք է անի պետությունը, եթե ոչ կարգ ու կանոն ապահովի եւ վերջապես մաքրի եկեղեցին, որովհետեւ այնտեղ խուլիգաններ են։ Պատկերացնում եք ժողովրդի կողմից օրինակ ատելի Նավասարդ Կճոյանը, ասենք, գնում է այդ ժողովրդի միջով, արձագանքներ լինելու են, չէ՞, պարզաճ որ լինելու են։ Նաև կարող են լինել սադրիչներ, օրինակ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված, ովքեր կսադրեն, կարող մեկը հայհոյի, կարող մեկը, չգիտեմ, մի վատ բան անի, այսինքն այս ամեն ինչը սերի հայրենակիցներ շատ լավ նախագծված պլան է, եւ այս պլանին, այս սադրանքին պետք չի որևէ կերպ տրվել։ Ես տեսա որ շատ հարգարժան ընդդիմադիր ուժեր, տարբեր քաղաքական գործիչներ, հարգարժան մարդիկ հայտարարում են բնական ռեակցիա, որ ահա արշավը սկսվեց դեպի Մայրաթոռ Նիկոլ Փաշինյանի, գնանք Մայրաթոռը պաշտպանենք։ Սիրելի գործընկերներ, Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ ինքը գնում է Մայրաթոռի վրա, որևէ քաղաք պայմանագրի ներկայացուցիչ չի հայտարարել, որ իրենք գնում են Մայրաթոռի վրա։ Բնականաբար ոստիկանական գվարդիայի կամ այլ հատուկ ծառայությունների մարդիկ քաղաքացիական շորերով նաև պետական տարբերակները կարող են լինել այս 10 տիրադավների հետ։ Ես կասկածներ ունեմ, որ 10 հոգի կլինի եպիսկոպոսներից, կարող 3 լինեն, 4 լինեն, 5 լինեն, էական չի։ Բայց իրանք ինչ են ասում, իրանք ասել են մենք եկեղեցու ներսում հարց ենք բարձրացրել, ուզում ենք հանգստի կոչենք վեհապարին, տարբեր քաղաքական ուժեր եկել են միջամտում են, եւ մենք այստեղ զոհի կարգավիճակում ենք, որտեղ փոքրամասնություն ենք։ Եվ սադրանքներ են տեղի ունենում, պատկերացրու քաշքշոց, գորգռոց, հայհոյանք, բան Նիկոլ Փաշինյանը շատ կուզենա, որ ծեծեն երկու arczepiskopos-ի, հա, որ ինքը կարողանա լեգիտիմ զորքեր է մտցնելու հնարավորություն ստանալ եւ այն ֆիասկոն, որ Միքայել Սրբազանի կալանավորման ժամանակ եղավ, որ ինքը ստիպված հրաման տվեց հետ քաշեց զորքերը, որովհետեւ մարդիկ գործողություն չէին անում։ Նաեւ 7 վերքի ֆիասկոից հետո որ այլ տեղ չունի նորից Կիրակի օրը գնալու պատարակի, իրան պետքա Մայրաթոռը։ Այսօր 5-շաբթի օր է եւ դեռ չի հայտարարել ուրա գնալու։ Իրան օթի պես պետքա որ այսօր լինեն սադրանքներ։ Ընդդիմադիր ուժերը տրվեն այս սադրանքին, քաղաքացիները տրվեն այս սադրանքին, բնականաբար իր սադրիչներն էլ սադրեն,
Եվ ինքը Կիրակի օրը հայտարարի դե որ տենց է, մենք գնում ենք այս կրիմինալ տարածք, այս խուլիգանությունը, այս այլանդակությունները, որ տեղի են ունեցել այսօր, հուսով եմ տեղի չեն ունենալու, որովհետև ես բացատրում եմ, որ տեղի չունենան, մենք գնում ենք դա մաքրենք, փրկենք մայրաթորը եւ բանանենք, ոնց էր, բարենորոգենք։ Ու այդտեղ, եթե ուշադիր եք եղել, այնօր ով է երեխա ունի, ով է ամուսնացած, ով Bentley ունի, ով է բրիլյանտի գործանում, զենք, բան, ման այդ սա հարցերին արդեն դրել է մի կողմ, ասեն սահուն կերպով անցակացրել, որ հարցը իբր դրանից չի սկսվել, էլի ամբողջ այս պայքարը։ Հասկանում եք ինչա տեղի ունենում։ Հիմա սիրելի քաղաքական գործիչներ, ընդդիմադիր ուժեր, քաղաքացիներ, վրդովված մարդիկ, բոլորի վրդովմունքը բնականաբար շատ բնական է, շատ վստահ եմ, որ շատ բնական է, էմոցիաներ կան, դուք պետք է լինեք ահավոր ուշադիր, սարսափելի ուշադիր, որ չտրվեք նմանատիպ սադրանքներ։ Ես ձեզ ասում եմ, այս process-ը ծայրից ծայր կազմակերպված սադրանք է։ Այս 10 եպիսկոպոսները մտածել են, որ իրենց խնդիրները լուծելու է Նիկոլ Փաշինյանը, որ ախպեր ջան, դե դու վեապարին հանի, մենք տենանք ինչ ենք անում, հա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինչ որ պայ ասում է, ժողովուրդ ջան, դուք պետք է անեք եւ ձեր ձեռքերով եմ ես այս կրակից շագանակները հանելու։ Հիմա այն պահն է, որ դուք պետք է գնաք մայրաթոր։ Դուք գնացեք, ես մնացածը կկազմակերպեմ։ Հա, կկազմակերպեմ, տեղի կունենա, հետո մենք կգանք։ Հիմա եթե մենք չենք խաղում Նիկոլ Փաշինյանի խաղը, նա նաև այսօր է պարտվել։ Այսինքն եթե այսօր որևէ սադրանք չլինի, այդ եպիսկոպոսները եթե կգան իհարկե 10 հոգին, ես կասկածում եմ որ 10 հոգի մարդ է գալու կամ 10 հոգի մարդ կա։ Հայտարարությունը որևէ ստորագրություն չկա։ Հա 3-ն են, 4-ն են, 5-ն են, 6-ն են, չգիտենք։ Եթե կգան, նրանց մուտքը չպետք է արգելափակվի, ոչ մի վիրավորանք, ոչ մի սադրանք չպետք է լինի, պետք է թողնել հանգիստ նրանք գնան մտնեն ներս, ժողովին մասնակցեն, եթե մասնակցում են, այնտեղ հոգևորականները գիտեն նրանց ոնց կվերաբերվեն, ոնց կարձագանքեն, ինչ կասեն, ինչ որոշումներ կընդունվեն, այդ բոլոր process-ներին քաղաքացիական անձինք, ժողովուրդը, մենք, քաղաքական գործիչներս չպետք է խառնվենք, որովհետև սա տոտալ պնդում եմ ծայրից ծայր կազմակերպված սադրանք է։ Եվ մենք չպետք է այդ զոհի կարգավիճակը տանք հարցակվող, եկեղեցու վրա հարցակվող իշխանությանը իր 10 տիրադավերին, որպեսզի այս սադրանքի զոհը դառնա եկեղեցին եւ իշխանությունները զորքերով մտնի մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ասա է ուզում ձեզ ասել ցելի հայրենակիցներ, բոլոր նրանք ովքեր կգնան, խնդրում եմ, լսեք, տարածեք, փոխանցեք միմյանց միջև, որ բոլորը իմանան, թե ինչ է ուզում անել Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինչպես միշտ մենք գիտենք ինչ է ուզում անել Նիկոլ Փաշինյանը եւ նրա բոլոր պլանները նմանատիպ ձախողել ենք եւ ձախողելու ենք եւ թույլ չենք տալու, որ 26 թվականի հունիս ամսին նա վերարտադրի, որտեղ մեր ժողովուրդը հոգնել է զգզվրտոցից, այս սադրանքներից, այս մուտիտներից ամենօրյա եւ պետքա մենք օր առաջ ձերբազատվենք այս արհավիրքից։ Խնդրում եմ տարածեք, բազմապատկեք այս տեղեկատվությունը եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Հուսանք, որ այսօր մենք կարողանանք խաթարել իշխանությունների սադրիչ պլանը։ Լավ մնացեք։